Այնքան գլուխ գովացին, խաղաղություն ենք բերել, որ սարքեցին Ռուսաստանի տնտեսական պատերազմ։ Դա լավ բանի չի բերելու, տանել է սննկացման, քանդման, հավիրման, բայց էլի ուշ չի, ես նորից եմ ասում, հարյուրավոր զանգեր գալիս են ասելով Ծառուկյան ջան, դու միշտ ասել ես, դու գիտես, ոնց է լինելու, ես ասելով, որ միանհանգստացեք, չլուծվող խնդիր չկա, երբ որ դուք ինձ հնարավորություն տաք, մեկ օրում կլուծեմ, ամեն ինչը տեղի, ճանապարհներ կբացվի, զարգացումներ կլինի, ամեն ինչ լավ կլինի։ Բոլորը այսօր խառնված, շփոթված, հարյուրավոր զանգեր, դե ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի, մարդիկ պլաններ ունեն, ծրագրեր ունեն, վարկեր ունեն, ամսվա պետք է իրենց վարկերը փակեն, հարկերը տան, աշխատավարձները, ապրանքները հավաքած փչանումա, չգիտեն ինչ անեն, որտեղ տեղավորեն եւ հարցնելով պարոն Ծառուկյան ինչ անենք, ես ասում եմ դրա համար ես արդեն մեկ ամիս է ասում եմ, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, սենց է լինելու, որ մարդիկ չեն գիտակցում, չեն տիրապետում։ Տնտեսությունը երկիր պահողն է, ժողովրդին կերակրողն է։ Եթե քանդվեց, ինչ է լինելու։ Մի բան պետք է հասկանա, որ տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր։ Տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ։ Տնտեսությունը կամ զարգանում է, աշխատում է կամ միանգամից քանդվում տրակում է։ Այսօր քանդման եզին կանգնած ենք։ Այդ ժողովրդին ով է պահելու, ով է կերակրելու, վարկերն ով է փակելու, մարդկից ունեցվածքը լրիվ կորցնելու են։ Այնպես որ սենց չի կարա լինի։ Խոսում են դադարք, մենք այլ ընտրանքներ ունենք։ Նրանք իրենց այլ ընտրանքը 10 տարի չեն կարա որցեք այլ կատարեն։ Այլ ընտրանք ունեցողը սա փակվեց